Երեխաների մայրը Քրիստինե Մանուկյանը պատմում է, որ որդու մոտ խնդիրներ են ի հայտ եկել 3 տարի առաջ, երբ տեղի ունեցած ավտովթարից հետո Հովհաննեսն անընդհատ դժգոհել է գլխացավերից եւ այտուցվել են աչքերը։ Նրա գլխում հայտնաբերվել է գոյացություն, որը դեռ 3 տարի առաջ փոքր չափերի է եղել։ Վերջերս մայրաքաղաքային բժշկական կենտրոններից մեկում անցած ստուգումները սակայն անհանգստացնող արդյունքներ են արձանագրել։ Փոքրիկ Հովհաննեսի կյանքին վտանգ է սպառնում։ Պրեստուպների պես գլուխը ցավում, մանավանդ իրիկունները սիրտապոց ունի ու աչքի տակը շատ կուրի է ճնշումը, ներքանգային ճնշում է ունի էլի ինքը դրանից ու սրտի աշխատանքն է լավ չէ էլի։ Տեղի բժիշկ մասնագետները Ղուկասյաններին զգուշացրել են, որ երեխային շտապ վիրահատություն է հարկավոր։ Արկագոյացությունը հեռացնելու դեպքում հնարավոր է հրաշք տեղի ունենա։ Միայն թե վիրահատությունը կատարվելու է Գերմանիայում եւ ավելի քան $7,000 գումար է հարկավոր։ Յամերի տակ մծրեցին, ասացին, որ չափսերը մեծանում է։ Վտանգավոր ասեցին, եթե որ փոքր եղնի, պես բան չէ, էլի վտանգավոր չէ, որ մեծանում եք, դրա համար։ Առողջական այդ խնդիրների պատճառով փոքրիկ Հովհաննեսը նաև նորմալ խոսել չի կարողանում։ Մեծ հետ զրույցում նա ընդամենը մի քանի բառ արտաբերեց։ Ուզում եմ, որ օպերացիա անեն, ես լավ լինեմ։ Հովհաննեսի քրոջ փոքրիկ Մարիամի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել 2 ամիս առաջ, երբ ոտքերը կապտել են, ջերմությունը կտրուկ բարձրացել եւ նա գիտակցությունը կորցրել է։ Ասեցին սննդի հետ է կապված, որպես է եղել, հետո ասեցին չենք կարող տոշնի մի բան անել, մի բան ասել ձեզ, որ տեսնենք ինչից է, էլի կոնկրետ հիվանդությունը ինչից կա։ Մայրն ասում է, որ հարևանների ֆինանսական աջակցությամբ հնարավոր է դարձել փոքրիկի բուժումը հիվանդանոցում կազմակերպել, սակայն հիմա հնարավորություն չունեն անհրաժեշտ դեղորայք գնելու համար։ Հայրը Ռուսաստանի Դաշնությունում է, աշխատանք չունի, այնտեղից վերադառնալու հնարավորություն եւս։ Ապրում են ընտանեկան նպաստով եւ Հովհաննեսին տրվող հաշմանդամության թոշակով։ 2 երեխանց պես նա այն երեխային սնունդ է պետք, անընդհատ ինքը դիետայով է, ամեն բան չի կարելի, կարակ է բան է։ Ես 2 շաբաթ մեկնում եմ դաշտում աշխատում եմ, որ երեխեքին հասցնեմ։ Հիմա Քրիստինեն եւս աշխատանք չունի, սակայն նշում է, թե հույսը չի կորցնում եւ մայրական սիրտը զգում է, որ հրաշք տեղի կունենա։ Ընտանիքն այս վիճակից դուրս կգա։ Փոքրիկ Մարիամը, ով վարսահարդար է ուզում դառնալ, հիմա միայն մի բան է ուզում։ Ես ուզում եմ չիվանդանալ, միշտ լավ լինել։ Եղբորս համար է ուզում եմ նրա գլուխը չցավա եւ նա է լավ լինի։ Երեխաների առողջական խնդիրները լուծելու համար հարազատները բանկում հաշվեհամար են բացել, սակայն արձագանքները շատ քիչ են, նշում է երեխաների մայրը։ Դիմեցինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամլոխոսնակին, թե նման դեպքերում ինչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը։ Ըստ խոսնակի, եթե երեխայի բուժումը կազմակերպվում է ԱՊՀ երկրներից որևէ մեկում, ապա նախարարությունը հոգում է ճանապարհածախսը, սակայն մյուս երկրների պարագայում հնարավորություն չունի որևէ կերպ աջակցել։ Այնուամենայնիվ ընտանիքում հավատացած են, որ իրենց աջակցողներ կգտնվեն։ Հերբինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։